այնքան երկար էի մտածում, վլոգ նկարեմ, չնկարեմ, այնքան տեխնիկա ունեմ, ֆոտոապարատ ունեմ, բլոգը Instagram-ը պետքա վարել ու մի հատ էլ կողքից վլոգ, այս պստիկ կամերայով, Osmo-ի, ինձ իհարկե բարդ կտրվի, բայց ես վստահ եմ, որ շատ սիրուն օրեր ենք ունենալու վլոգ դեպի Italy։ Մենք այս բանից վարտնոցում ենք, դեռ չենք նստել, հեսա քիչ հետո նստեցումը կլինի։ Մաման վայելում է իր սուրճը, ինքը հավատում է, որ սա վերջին համեղ սուրճն է լինելու այս վերջին մի շաբաթվա ընթացքում, բայց չէ մամով տեղեր կան այնտեղ, նենց չի։ Կարծես թե իրականանում է Մարդամեկի երազանքը։ Դե կարաս երկար խոսած, պատմես տպավորությունների մասին։ Հետո կպատմեմ տպավորությունների մասին, հիմա շատ ուրախ եմ, այդ իմ համար մեծ երազանք է, կյանքում չեմ պատկերացրել։ Այո, օթերով եմ։ բայց հեսա քիչ հետո իսկական օթերով կլինես։ Մտել եմ զվարթնոց թե չէ, ինչքան փող եմ ծախսել։ Սուրճը 2500 դրամ, ջուրը 1200 դրամ, վերցրել ենք 2 հատ։ 40,000 դրամ ճամփրուկին եմ տվել, որովհետև վիզերով ռյուկզակ էր նշած, բայց ճամփրուկ էինք վերցրել մեզ հետ ու տեղափոխել է անհնար գլներ, մեր ամբողջ իրերը տեղավորել էինք այդ փոքր ճամփրուկի մեջ։ Վերցրել ենք յոգուրտ բերի 3200 դրամ, վերցրել ենք վեջի սենդվիչ 3500 դրամ, դուք հաշվում եք այդտեղ։ Հաշվեք։ Էլ չեմ ասում, որ մի հատ կրեմային ստիկ եմ վերցրել, որպես դիզոդորանտ 11000 դրամ։ Totally ես արդեն վաբանկ եմ գնացել։ Մամա ջան, ես հերթն է։ Հալստան է։ Oh my god։ Մի հատ random փաստ ասեմ։ Վենեցիա ամեն օր 50,000 մարդ մտնում է ու դուրս է գալիս։ Դու պատկերացրու էլ այդ փոքր քաղաքում 50,000 հոգի մտնում է ու դուրս է գալիս։ Մամա ջան, այս բանը ինձ թվում է սա խլում են հռոմ։ Բայց մենք առանց երեխա ենք։ Առանց։ Հա, կալյասկա ենք։ Ճամփրուկ ենք։ Այս Կարանք վերջում են նստենք։ Եյ։ Ուրտ իջել ենք։ Առանց չափազանցնելու 2.5 ժամ պասպորտ կոնտրոլի հերթ ենք կանգնել, բայց ամեն դեպքում նորմալ անցանք, վերցրեցինք ճամփրուկները ու սկսվում է մեր արկածային թրիփը։ Իդեպ, ես արդեն ակտիվացրել եմ իմ YesSIM ինտերնետը, որը քաշել էի այս ծրագրով, Լիլիթներ ինձ հուշել, որ կարելի է այս ծրագրով օգտվել, նախապես գրանցվել եւ այլն։ Հենց հասա այստեղ Wi-Fi-ին կապա, մի անգամից YesSIM-ս ակտիվացրեցի, հիմա ես ունեմ ինտերնետ, ես ունեմ Uber տաքսիի համար, հեսա տաքսին կկանչենք, կգնանք հյուրանոց, ու կստացի ստեղ տաքսիները բավականին թանկ են, մի ծնգլ տեղ կարող է գնաս 8000 դրամ, 10000 դրամ։ Մեր վիճակից հեշտ չես ասի, որ մենք 100 ժամ ճանապարհ ենք եկել, 3 ժամ շուտ հասնում ես զվարթնոց, 4 ժամ թռիչք, 3 ժամ պասպորտ կոնտրոլի հերթ, ու մի 40 րոպե հասնում ես մինչև հյուրանոց։ Ահա որա, թվում է թե ընդամենը կարճ թռիչք է, հեսա ինչ աչքը թարթում ես Երևանից հռոմ, բայց դե օրը անցնում է։ Հիմա կանչում ենք Uber, կանգնել եմ այս նագի տակ, ինձ թվում է այստեղից կարելի է կանչել, տեսնեմ արշի ինչ ասում։ Այն մարդկանց հետևից գնանք էլի։ Գնացինք, գնում ենք այն մարդկանց հետևից, 3 ժամ հերթ կանգնելու ընթացքում մենք բարեկամացանք, ընկերացանք, վերջում պարզեց իմ հետևորդներն են շատ հաճելի տիկիներ, ասեց Արուսիկ Մարկոսյանն ես, չէ, ասեցի, այո, ուրախանում եմ, որ ոչ հարիկակից մարդիկ էլ են ինձ տենց հետևում։ Երեխեք դուրս եմ եկել, ստեղ հիմա նշաններով ցույց է տալիս, որ պետք է գնամ դեպի աջ, նոր կարողանամ տաքսի վերցնեմ։ Հիմա ասենք, եթե ես տաքսի կանչեմ, ինքը այստեղ չի կանգնի, որ ես նստեմ, հա, այսպես նյուանսներ կան, կապրիզներ կան իտալական։ Ֆրցնենք մի քիչ իտալացիներին էլ ձեզ ցույց տամ ընթացքում։ Ահա, ճանապարհը ձախարեցինք, անցանք լոկալ տաքսի։ Ոնց որ թեստերից են դարձնում տաքսի։ Cancel երեխեք, սխալ էր։
փաստորեն ճանապարհը չենք անցնում։ Հեսա լայնը։ Չէ, ես այսքան հեռ չեմ կանգնի։ Նորից։ Եկանք։ Hello? Good? Yeah, together. Ինքը ձեզ ենք մանգալ։ Բայց Uber էի ուզում կանչեի ես։ Ես իմ անցած անգամ Uber էինք նստի, պրոստ մի քիչ քայլել էինք։ Արդեն չեկին ենք եղել տաքսից, հասանք 50 րոպեում։ Շատ արագ գտանք, կենտրոնական տեղում է, հյուրանոցի անունը է։ Գնանք տեսնենք ինչ ա բարել մեզ համար Աշխենը։ Լավն է Եվրոպայի համար ասեմ քեզ։ Մի հատ ազատ տեղ ունենք, ով է գալիս։ Համեցեք։ Արի։ Դե ես հույս չունեմ, որ սիրուն տեսարան կլնի։ Բայց ամեն դեպքում։ Всё, հիմա մի փոքր հանգստանանք ու գնանք բեղելու սնունդ։ Սոված սատ ունենք արդեն։ Հայտնվում ես։ Դուր կյանք դուր։ Արի։ Չէ գրում արշ։ Հա, ստեղ WhatsApp-ա տալիս արդեն։ Անից ռանով ստացվի։ Uber էինք քաշը չէր լինում, հիմա բոտ ենք փորձում։ Ու չի լինում նրա պատճառով, որ հայկական համար էինք ուզում, հետո պատվիրժենիա չի տալիս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Աշխենն է ձեր համարը տղեկներ եկել է անհանգստացնելու համար։ Uber, ճիշտ ասած Uber եմ ուզում քաշեմ, արդեն ոնց որ եկել Pay ինքը առաջարկում որ ես վճարեմ, բայց այդքան նորից այդ համարի տեղը որ տիպաշիկ տալիս հայկական համարով չեմ կարող։ Հիմա չեմ կարող ուրիշ ոչ մի տարբերակ բոլտով փորձեցի չեղավ ոչ մի ուրիշ տաքսի տարբերակ չգիտեմ կարող ինչ որ բան առաջարկեք։ Պատկերացրիք թե չէ։ Մոտավորապես։ Գալիս։ Իսկ Աշխենը կհիշացնեք ով է։ Լավն է։ Աշխենը Nova Travel-ի։ Երեխեք, մենք Հռոմում ենք, օր առաջին, լիարժեք առաջին օր, երեկվանա չենք հաշվում։ Հենց հիմա Կոլիզեում ենք։ Շո, տեսին սիրուն է, մեկ են չի տեսնես Նկարներով, վիդեոներով ու մեկ էլ էլ գաստա։ իրական իրան տեսնես, այնքան էլ մեծ է։ Շատ մեծ է։ Ճիշտն ասած, ես ինձ համարում եմ շատ վատ վլոգեր։ Մոռանում եմ նկարում, այնց հովես փոխեր ապահիտակ լինում, էմոցիաներ, բան։ Ֆիքսվում եմ ավելի շատ Instagram-ի բլոգի վրա ու մոռանում եմ, որ ցոտիկի YouTube-ի վլոգել եմ նկարում։ Բայց այստեղ շատ սիրուն է։ Бомбочка. Можем с моим нет? Բայց ներսից ինքը իրականում բավականին ծանր աուրայով տեղ է, որ պատկերացնում ես, օրինակ, այստեղ ինչքան մահեր ա եղել, ինչի համար է օգտագործվել առհասարակ այս Կոլիզեյը, ուղղակի մարդկանց զվարճացնելու ու որ մարդիկ տեսնեն, չգիտեմ, կենդանիների ու գլադիատորների այդ սպանությունները ու դրանից ուրախանան, այդ ուղղակի չգիտեմ, մի հատ ուրիշ կողմն է Կոլիզեյի, բայց որ դրսից ես նայում այդ շինությունը ոնց են այն ժամանակ այս ամեն ինչը ստացել, ասենք իրենց պուճուր հալով առանց ներկայիս տեխնոլոգիաների անհնար է թվում, իրոք անհնար է թվում, որտեղ շատ հսկա է, շատ մեծ է։ Հիմա Կոլիզեյից ուզում ենք շարժվենք ու գտնենք մետրոյի N էսկալատորը հայտնի։ Մեզ հուշեցին, որ պետք է գանք կանգնենք այս Կոլիզեյի դիմացը, գտնենք մետրոյի ստանցիան, իջնենք ներքև, ճանապարհը փոխենք։ Տեսնենք կստացվի, ես ճիշտ ասած լոկացիաներից ու այրենտիրից շատ վատ եմ։ Ու այս տրիփը իմ համար sense մի հատ մեծ դաս է։ Իջնենք։ Տեսնենք կգտնենք հակառակ կողմը։ Կուզեի փորձի մի հատ էլ մետրոյով շրջեինք, մամ։ А то мы только на такси, да на такси. Консорт сая. Աղա ենք ամնահլարի։
Всё, ճիշտ է։ Հա, գտա։ Всё։ Օպս։ Ինչպիսի մարդկային պրոբկաների միջով ենք մենք անցնում։ Ահա։ Հիշեցի։ Այստեղ ես ու Աստղը վիդեո ենք նկարել ու այդ վիդեոն viral է գնացել։ Միլավ դիտո։ Ինչ-որ podcast-ը նորից նկարենք, մամ։ Ես ու դու։ Ես հիշեցի։ Այստեղ ենք նկարել այդ վիդեոն։ Այստեղ որ վիդեո եք նկարում, միլիոն դիտում է հավաքում։ Դասարանի քեֆի է մասնակցում։ Տասիպը։ Ուր է իմ դեղին գլխարկը։ Պատկերացնում եք, էքսկուրսիա լինի Կոլիզեյ։ Չենք պատկերացնի մենք։ Հատկապես ռայոնի ժողովուրդը մեր օշականն է եղել ու կլինի։ Տադա! A couple of warnings. Հա, այստեղ նկարում են արդեն հալավերձան աստղիկներ սիրուն լուքով։ Ես սիրում եմ, որ պատրաստված են գնում ճամփորդության, լուքերը մտածոց։ Հիշվում է, նայ։ Հիշեցիք աստղիկին, որովհետև ինձ սիրուն լուքեր են։ Սուպեր։ Այս նշանակում է, որ մենք վսյոտեկի հասանք գնացքին, բայց երեխեք լուրջ եմ ասում, եթե բախտը մեզ պատահական չհանդիպացներ Գորին ու Մայրամին, մենք հաստատ չենք գտնելու, որտեղից պետք է նստենք, որովհետև տաբլոյի վրա ոչ մի առանձնապես տենց ինֆորմացիա չկա, նույնիսկ Գորը հետո գնացել ինֆո-կետից է գտել, այստեղ միտեղ գտնեմ ոնց մենք հանդիպեցինք իրար, շատ էի ուրախացել, չգիտեմ, որ անելանելի վիճակ, 20 րոպեից այս ամտերը շարժվելու է, չգիտեմ ուր նայեմ, ինչ անեմ, լիքը ժողովուրդ, լիքը մարդ, չգիտես ում հարցն, ասում եք էլ երկու հատ հայ, քեզ ծանոթ շատ մոտիկ մարդիկ։ Չէ, ինձ թվում է հələ մի քիչ էլ կամ։ Մերինին դեռ 15 րոպե հաստատ կա։ Հասելու չի։ Առողջ։ Ես որտեղ ես ընկել չեմ անում։ Մաման իր ռիլերը ու վիդեոները նայում, ասում է չեմ հավատում, որ ես մենք ենք։ Ես եմ։ Ասում ասենց չէի ուրախացել։ Ուրեմն Մալդիվը հետ։ Это другое, да? Շատ տարբեր է իրականում չես էլ համեմատեն պասիվ, ես ակտիվ, եսի սիրուն, ուրիշ, տարբերվող։ Շենքերի կանխին արձանիկներով, ծաղկանոցներով։ Այսպես մենք Ֆլորենցիայում ենք, արդեն կարելի է ենթադրել, որ և հյուրանոց ենք մտել, զգեստափոխվել ենք ու էլ որևէ տրանսպորտային միջոց չենք նստել, անմիջապես հյուրանոցի կողքն է գեղեցկությունը։ Ուր է գիտարը։ Վերևը։ Այ, Գիտարը։ գիտարը մայեցա։ Կամերան։ Դաշնամուրը։ Տենայ։ I don't want to be on Buongiorno signora. I don't want to be on any video
Okay, no problem, I will. Բայց կանանցից շենքի կողքն Мама, торгуйся, главное. Торгуйся. Ինչ ասի, ասա so expensive. Ախր դու որն ես ուզում, ես չեմ պատկերացնում։ Մամ, agent եմ կա, ստեղ հաստատ կարելի է մտնել երեխեքի համար։ Դե դավա, agent Martins, я же обожаю Martins. Ճիշտն ասած, այնքան մեծ է հրապարակը, ասենց, իսկ թվում է մի հատ ամբողջով պետք է ուղղակի հրապարակով փոխվելու համար, տարբեր հատվածները, տարբեր անկյունները տեսնելու։ Ահա, 5 րոպե է տալիս, գնում ենք պատի միջից գինի խմելու։ Gelin. I don't. Мам, всем плевать тут. Գնում ենք Ֆլորենցիան հայտնի տեղը, որ պատի միջից անմիջապես գինի են հյուրասիրում, սենց ծնկծնկացնում ես, տալիս են, և այնտեղ մեզ սպասում է Գորնո Մայրամը, ու մենք այսօր պատահական հանդիպեցինք։ Մի օրվա մեջ ամբողջ Ֆլորենսը ոտնատակ արեցինք։ տակնու վրա արեցի։ Տակնու վրա է, ճիշտ ասել է, թե ոտնատակ։ Տակնու ոտի տակ։ Քելե։ Իմ նախկինից ենքան շատ կա այստեղ։ Ինչա։ Որոտան գետը չի։ Որոտան գետի մեջ ջուր է մնացել տո։ Nice։ Հենե, նայ։ Բասի երկը դնեմ նոր գնամ։ Ես քեզանից հեռանալ Բարև ձեզ մեռանք ձեզ մանկալուսը Ֆլորենսով մենք թաթայի երկի տակ աշխարհը ման եմ եկել։ Եկել ենք Ֆլորենցիան հայտնի ապտեկան, որը կա 1200 թվականից, պատկերացնում եք, ուղղակի ինքը ժամանակի ընթացքում վերափոխվել է ու հիմա այստեղ վաճառում են հիմնականում տան համար հոտել, պարֆյում, օճառ, բայց այնուամենայնիվ այս իր տեսքը հնաոճ պահպանվել է ու անկեղծ ատմոսֆերան շատ հեքիաթային է։ Չեք պատկերացնի մեր բախտը ինչպես բերեց, իրականում արդեն փակ էին, նույնիսկ մուտքի մոտ մեզ ասցին վերջ, բայց շատ խնդրեցինք, ասցինք, որ վաղը պետք է հեռանանք ու թողեցին, որ 5 րոպեով մտնենք։ Մի այստեղ նայեք էլի, это просто аптека։ Սենց մոտենում ենք, այսպես։ Հանուն արդարության ասեմ, որ հիմնականում վատ հոտել են։ Բայց իր ուպակովկան ու ատմոսֆերան ընդհանուր տրամադրում է գնումների։ Давай։ Միանց ցույց տանք մեզ։ Հեսա հեռախոսով էլ նկարվենք մամուլուս։ Գիշերային Ֆլորենս։ Այս մարդու նվագածը նենց վայելեցինք։ Բրավո։ Մենք վերջապես բախ-բախը կուտենք, թե չէ։ Արի գնանք ուտենք։ Արի գնանք ուտենք, բախ-բախակ եմ ուզում։
Վաու։ Ինչքան սիրուն է գիշերային Ֆլորենսը։ Են մորթնեց լավ էր նվագում, հաճույք էր։ Под струны скрипки мы с тобой поужинали во Флоренции. Горик, ну что это такое? Тараран-тан-тараран-тан. Շատ ու շատ հետաքրքիր պահեր վլոգից դուրս են մնում, ոչ ես չեմ հաշտնում միշտ ձեռքս պահեմ այս պստիկին պահի տակ պանիկայի մեջ փորձում ես արագ հասցնել, պահի տակ տպավորությունների տակ ես լինում, մոռանում ես նկարելու մասին, մեկ-մեկ ուզում ես վայելես, բայց հուսամ այն ամեն ինչ այստեղ նկարվում է, գոնե մի փոքրիկ մասը կփոխանցի ատմոսֆերայի։ Ներեխեք, պաղպաղակի հերթ ենք տեսնում։ Օհո, ժելատերը։ Երևի համովա դրաման են սպասում։ Հա, դավայ։ Մենք հայ ենք, մենք հերթ կանգնել չենք սիրում։ Դուք հարիվ եք, դուք կանգնել։ Համովա երեխեք։ Ох, ինչ ռոմանտիկ է, Գորնիկ։ Գորնիկը շատ ռոմանտիկ է։ Это просто витрина. Էսի են ապտիկայի վիտրինաներից մեկն է։ Էսի երկրորդն է։ Երեխեք փոթեթավորեք, ուզում եմ տանեմ ֆոտոստուդիա։ Մամա ջան։ Էս էլ է վիտրինա։ Էս մուտքն է։ Ահա։ Եվ հա ոչ մեկ անտարբեր չի մնում։ Божечки мой. One coconut and one this one. This one this and one this. Բարի լույս, չեմ հավատում, որ են երկար հերթ պահող աղջիկը արդեն ես եմ, բայց Ֆլորենցի սուրճով պաղպաղակը հայտնի, չփորձել չէի կարող, մեր թրեյնը դեպի Վերոնա շարժվում է 2 ժամից, նստել ենք տաքսին տվել ենք 20 եվրո, որպեսզի գանք և փորձենք այս 6 եվրոյանոց սուրճը, ու հետո նորից 20 եվրո տանք, որ գնանք հետ։ Իմ ֆինանսական անգրագիտությունը ինձ էլ է սպանում ուղղակի, բայց դե живем один раз. Why not? Finally. Ուտելու ենք հենց նստարանին, մաման տեղը պահել էր։ Ոչ ես սրանով ֆոտոներ եմ ուզում для Ինստագրամը։ Ասա, նո։ Нет. Ահա, давай։ Պրոստը արագան ենք, որ չսարի համազգան։ Չենք հանձնվում, փնտրում ենք պայսակ։ Մամ դու ստեղ էիր տեսը։ Չաո։ Prego, prego։ Մենք կրկին գնացքի մեջ ենք, այս անգամ ճանապարհը մեզ տանում է Ֆլորենցից դեպի Վերոնա։ Տարամ։
սենց զրտիկ-պտիկներ ենք վերցրել, որ ուտենք, ճանապարհը 2 ժամ է, մեկ էլ Նենսին ասել է, մամա իմ համար let it go կբերես, let it go-ն ինքը է սարսեթագու հեքիաթի հետ է, let it go, Frozen-ի աքսեսուարները, թագը, փայտիկը, մատանին բրոսլետը, պայուսակը, կապլուկները, ինձ թվում է ինքը ինձ ես նվերով տուն կթողնի ամեն դեպքում։ Շատ լավն է, կարմիր պայուսակ, որը կլինի հուշ։ Իտալիայից, մաքուր կաշի, որակապես լավն է, չէ՞։ Ամուր է ու շատ տարողունակ է։ Մենք Վերոնայում ենք, 2 րոպե է իջել ենք տրեյնից, սպասում ենք մեր տաքսին գա։ Ճիշտն ասած ընդամենը 10 րոպե հեռավորության վրա է գտնվում մեր հյուրանոցը, բայց այս ճամփրուկներով թեկուզ 10 րոպե քայլելը, սենց մի քիչ երկար ճանապարհի վրա ինձ թվում է անհարմար կլիներ։ Առաջին տպավորությունը Վերոնան հեծանիվների քաղաք է, այս գծանշանները վկա, չնայած 2 րոպեում ինչ որ կարծիք կազմելը ինձ թվում է դեռ շուտ է։ Բայց այս ամենադեպս այս մասը հա։ Այս մասը հա։ 1.5 ժամ Ֆլորենսից եւ մենք նոր քաղաքում ենք։ Գնում ենք համար մի փոքր հանգստանանք, քիչ, մի պստիկ։ Հետո Վերոնան բացահայտելու։ Ես սիրում տեղեր եմ պահել արդեն ճանապարհին։ Հերթով գնանք։ City tax, city tax։ Այստեղ tax-ը ավելի թանկ էր, քան Florence-ում։ You can check and let me know later. For the room is 272 is on the second floor with that elevator, and for breakfast is on -2 from 7 till 10:30. You need another key? So we give you more information. You need another key. Is okay one? Okay. Հա։ Լույսիկ։ Վերջ սիրելիներս մենք Վերոնայի փողոցներում ենք, Uber-ը մեզ բերեց Ռոմեո եւ Ջուլիետի բիստրո։ Երևի սխալ եմ նշել, չգիտեմ, բայց մենք փնտրում ենք նրա տուն թանգարանը։ Մի օր ես կսկսեմ ուշադիր նայել, թե որտեղ եմ նշում կարտայով իմ место посадки, но не в этот раз։ Նայեք հենց բալկոնները։ Վաու, չկի։ Հիմա ես որով նկարեմ։ Այ, մամա ջան, շատ սիրուն է։ Գեղեցկու հուսլուքը գնահատեք։ Մենք այսօր հագել ենք մեր ամենասիրուն շորերը։ Puticava. Grazie, signora. Un momento. Ու քաղաքը դատարկ է դեռ նոր արթնանում, թեպետ արդեն ժամը 10-ն է, հետաքրքիր է։ Բայց ես ինչ հնություն ու գեղեցկություն է։ Սա հրապարակն է, այստեղ մենք տանն ենք։ Направо։ Օխ, ելակները հələ։ Այսպես սիրուն ելակները, միսի շուկա է արդեն, գիտես, չէ՞։ Գալ Վերոնա ու չգալ Ռոմեո Ջուլիետի տուն, չի կարելի, թեպետ մենք բոլորս էլ գիտենք, որ սա խապկանք է և շատ ուժեղ մարքեթինգային քայլ։ Ինչ արած, ասում են, թե Շեքսպիրը երբեք էլ Վերոնայում չի եղել, ուղղակի վերցրել է մի ընտանիքի պատմություն,
լեգենդներ հյուսել նրանց շուրջ, ինչքան դրամատիկ այնքան տեսնում ենք Եվ այստեղ հիշում ենք ամենահայտնի խոսքերը «Нет повести печальной на свете, чем повесть о Ромео и Джульетте», которая выдумана. Պետք է հասկանալ, որտե՞ղ Հա, մամայի մոտ նոստալգիկա կինոյի հատվածներն ա վեր հիշում Այս բակնա Ջուլիետի, այստեղ նկարվում ենք Հիմա ուզում ենք բարձրանանք հենց բալկոն Բալկոնում նկարվելու հերթ Մենք ամեն քայլը փոխին պետք է ասենք, որ այս ամեն ինչը կեղծիք է եւ սուտ։ Այ։ Հագուստները շատ սիրուն են։ Հատկապես Օ, Ջուլիետի շորը սիրուն է։ Ստեղ իրանք իրար հետ չեն քնել։ Ուզել են քնել, բայց չի ստացվել։ Ինչելով տեղոշոր են դրել, երևի յուսկից են վերցնում։ Տանեք դու։ Здесь кто-то живет, кажется. Եկել ենք շատ սիրուն, թաքնված, գողտրիկ չեմ կարա ասեմ, շատ մեծ է, սիրուն, թաքնված այգի, որտեղ տուրիստները շատ քիչ են, մեր գալու ժամանակ նույնիսկ մարդ էլ չկար, արդեն գնալու ժամանակ հիշեցի, որ մի քանի կադրել վլոգի համար պետք է անեմ, Ցույց տամ ձեզ, այս այգին այնքան սիրուն է, բայց ես խորհուրդ կտամ ցենց ավելի շուտ ժամի գաք։ Մենք որ շուտ էինք եկել, դեռ մարդ չկար։ Սիրուն շատրվաններ, լիմոնի ծառեր, լաբիրինթներ։ Արի, արի։ Կարենք հետո որ դնենք մեր վլոգը մենք նայենք։ Nothing. Լավ այգի էր։ Շատ սիրուն այգի էր, շատ մաքուր այգի էր, ժողովուրդ։ Մաքուր, սիրուն։ Իսկ մենք մուզ հասանք Վենետիկ։ Այս պահին նստած ենք ջրային տրանսպորտում, այսպես Տեսարանները մահացու սիրուն է, բայց դեռ չեմ ուզում շատ նայեմ, որ իջնեմ ու սիրուն տեսնեմ ոչ այստեղից։ Վաու։ Ստանցիաները Լիլդոյի կամուրջի մոտ պետք է իջնենք, պրոստը չպայ մեծ, սենց պիքսվել էի Սան Մարկոյի վրա։ Շնանք Սան Մարկո, ենտեղից արդեն պտտվենք։ Պլաններում շատ համեղ պաստա ուտելը, հուսամ կգտնեմ, կարծում եմ դժվար չի լինելու դա։
Հատ գնանք ին կողմում տեսնենք ինչ է կատարվում։ Շատ սիրում եմ։ Արդեն անդամքեր եմ այստեղից իջնենք, մի քիչ պտտվենք ու հետո նորից նստենք։ Dopo il pagamento possiamo fare la teale, quello, sono 21 vestiti. Un po' in disarmo sulla pediera. Մասկաներ։ Օպս։ Նեղ փողոցներ, նեղ, աշխարհի ամենանեղ փողոց։ Վաու, վաու, վաու։ Էս ինչա։ Իրական շենք է։ Գեղեցկություն է։ Մաքսիմալ համապատասխան լուք ես ընտրել։ Հիշում, որ Ֆլորենսում մենք պայուսակի հետքերով էինք, որը մաման մի պահ տեսավ, հետո անհետացավ աչքից, էլ չտեսավ։ Հիմա Վենետիկում մենք գտել ենք իր ուզած պայուսակը, այսինքն էր ինքը պատկերացնում, տարողունակ։ Տվեցինք 50 եվրո, բայց երջանիկ ենք 150-ի։ Այնքան շատ հղի ենք տեսել երեխեք էս Եվրոպայում։ Չենք պատկերացնի, որ եվրոպացիները այդքան հղիանում են։ Իրանք հիմնականում child free են, չէ՞։ Եկի Զարայում ենք։ 4 հարկա։ Բայց հասրել ենք արդեն H&M մտնել, H&M-ից սպիտակ շորտ եմ վերցրել, սարոչկա, էլ ինչը, հա, սև տոպ։ Նենց հովես եմ հիմա խանութ մտել։ Մաման ինչքան խուճուճ բաներ կա, անպայման պետք է մի հատ աչքի տակ առնին է։ Վերտան։ Նայ, մեկ էս, այս փլավիկն էլ էր հավանե։ Մեկ էս։ Ու ես սիրուն եմ, մամ, հələ նայ։ Հələ փայլը։ Շոտ։ Թանկ ուզում եմ։ Թանկ ուզում եմ, թանկ տեսք ունի։ Թանկ տեսք ունի է։ Ուզում եմ թե չէ։ Ուզում եմ թե ոլորում եմ։ Չէ, ոլորում ենք գնացինք։ Սխուշ։ Oh, sorry։ Խեղճին ծբխեցի։ Դուք սպտվեց արի դուրս գանք։ Արի։ Դե ամենահավես պահը էսը։ Որ Զարան էինք եկել։ Վենետիկի մենք էլ ենք ստացի նստեմ։ Բայց չնկարել այդ բայց, որտեղ հազիվ ֆոտո վիդեոներ էի անում Instagram-ի մոտ։ Վենետիկի հրապարակն է։ Ինքան շուք եղա։ Ափսոս էս Օսմոն չի մոտեցնում, որ ցույց տամ, թե մոտեցնում է։ Հա, մոտեցնում է, լնեք։ Դետալները։ Նենց ուժեղ է այս քանդակները արած։ Ու ամեն անկյունի վրա։ Ու հլը այ այս գմբեթը։ Թանկ խանութների փողոցով եմ ես տանում դեպի տուն։ Ինչու, սա ինչ նշան է։ Ինչ է ուզում ես դրանով ասած լինել։ Dior, ես քեզ սիրում եմ։ Ուֆ։ Հեսա։ Հիշում ես, որ ասում էի Saint Laurent-ի կոշիկ։
իրանք էին։ Իդեպ ինքնաթիռում կարդում էի Dior-ի պատմությունը։ Կրիստիան Dior-ը շատ տաղանդավոր դիզայներ է եղել ու նույնիսկ իր հովանու ներքո է Saint Laurent-ը դարձել Saint Laurent։ Այսինքն Saint Laurent-ը ընդունվել է Dior-ի մոտ աշխատանքի, դրանից հետո նրանք ճիշտ է կարճ ժամանակ է աշխատել, բայց ռուկա ով ռուկուշլի, իսկ Կրիստիան Dior-ը հենց շատ հարուստ ընտանիքից է դուրս եկել, իսկ Dior-ի պարֆյումը, եթե կհիշեք, Miss Dior-ը հայտնի, բնականաբար կհիշեք, նվիրված է իր քրոջը, ով միշտ support է արել Կրիստիանին ու իր տան բակում ծաղիկներ է աճացրել, այդ տան ծաղիկների բույրի ազդեցության տակ ստեղծել է այդ բույրերը եւ նվիրել է այդ շարքը իր քրոջը։ Всё, գտանք, էսա։ Էսել Նայ, այսենց ռեստորան էի ման գալիս։ Այ, ես տեսարանո, բոժ։ Մոտավոր եկանք, որտեղ ներներից չեկա։ Լավ։ Այդպես մենք կհիշենք ճիշտ է որ։ Թե ինչ։ Հիմա է, նայ։ Ճիշտ է, հա, ամեն դեպքում հոտը լավը չի։ Կուզում էինք սենց մի տեղ ուտենք երեխեք, բայց իրականում հոտը այդքան էլ հաճելի չի։ Գնանք առնենք տոմսիկներ եւ ռավ լինենք այստեղից։ Մեկ ամբողջ օր Վենետիկում եւ մենք հասցրեցինք նախ ցամաքային հատվածից գալ հասնել ջրային հատված, Վենետիկի կենտրոն, նեղլիկ փողոցներով պտտվել, խանութներ մտնել մի քանի, H&M-ից ենք մասնավորապես մի քանի բան արել, կային իհարկե տեղական շատ շքեղ, շատ սիրուն բրենդներ, խանութներ, բայց цены немножко кусались, да и в принципе այդքան տեղել չունենք տանելու, չենք ուզում ծանր պտտվենք, ամեն դեպքում նայեցինք, հավեսը շատ ու ամենակարևորը գլխավոր կամուրջից քայլել ենք դեպի հրապարակ, հրապարակը շատ շքեղ էր, իհարկե շատ համեղ ընթրիք ենք ունեցել, տեղական համեղ ծովամթերքով պաստա ենք կերել, երկու պաստայի համար վճարել ենք գրեթե 100 եվրո, դա համար բողոքել պաստայից չենք կարող, էլ ինչ ենք արել, մամուլ, սիրունո, կոնդոլին վճարել ենք 100 եվրո, թեպետ 90 էր, բայց 10 եվրո տվել ենք չայվոր, որտև ինքը իմ համար երկեց, էլի սիրուն պտտեց, մոտ 30 րոպե տևեց այդ ուղևորությունը, հավես էր, այո, ու մի հետաքրքիր փաստ, ես այստեղ վերադառնալու եմ սեպտեմբերին հարսանիք նկարելու, վաու, մի հատ էլ ես Շամբախտին նայեք, էլի, այստեղ են ասել Շամբախտ, ջան, Տեսեք, այս ինչ գեղեցկություն է։ Այսպիսի Վենեցիա շատ քչերն են ցույց տալիս, մենք կանգնած ենք ավտոբուսի կանգառի մոտ, մեր հյուրանոցի դիմաց եւ սպասում ենք, որ գա 4L համարի ավտոբուսը, որը մեզ կտանի դեպի գլխավոր Սանտա Լուչիա այդ տեղը, որտեղից էլ մարդիկ շարժվում են տարբեր ջրային տրանսպորտներով դեպի կենտրոն կամ այլ կղզիներ եւ երեք մենք կենտրոնում էինք պտտվում Վենետիկի, իսկ այսօր գնալու ենք Սուրբ Ղազար կղզի։ Իսկ Մեստրեի մասին կասեմ, որ սա ցամաքային հատվածում է գտնվում, շատ փախած Իտալիային ոչ բնորոշ թաղամաս է։ Ինձ ավելի շատ հիշեցնում է Դուբայի Դեյրան, պատկերացրեցիք արդեն, ու շատ ուշ ժամի բավականին վտանգավոր է այստեղ քայլելը։ Չգիտեմ, մենք սենց ուզում էինք խանութ գտնենք, վախենալով գնացինք եկանք, շատ տարօրինակ, շատ մի քիչ մի խոսքով վերում է, որ խուժանկա տեղ ենք եկել։ Շատ տուրիստներ, որպեսզի ավելի խնայեն, հա, հյուրանոցի վրա, վերցնում են Մեստրայում հյուրանոց եւ ընդամենը 10 րոպե շարժվելով դեպի ջրային հատված տեղաշարժվում են ավտոբուսներով։
Հյուրանոցը շատ լավն է։ Հյուրանոցը շատ լավն է։ Հյուրանոցից գոհ ենք, ինչու, որովհետև նախ մաքուր է, սիրուն է և իհարկե ջուրը զասարենյա չի լինում, դա մեր համար կարևոր։ Նորմալ սնվել ենք, նախաճաշել ենք, սուրճը կա, ամեն ինչը կա, հենց հյուրանոցից դուրս ես գալիս ընկնում ես մի հատ ուրիշ աշխարհ։